Պատերազմ առնելու, ես ինչ էի ասում, ասում եմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ասում են ինչ գիտես, բայց 7 տարվա վարչապետ եմ, եթե ես այդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ։ Հիմա էլ ասում եմ, ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ, շատ ուղիղ ասում, չնայած հիմա այս մթնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Մի բան էլ ավելացնեմ, որ երևի փոխանցեմ, ում ուզում եք փոխանցեմ, բայց ինչի պատերազմ կլինի, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա մեծամասնություն, ոչ թե որովհետև քաղաքացիական պայմանագրից գոյությունից է կախված պատերազմ լինել չլինելը բառիս ուղիղ իմաստով, այլ եթե քաղաքացիական պայմանագրի առաջարկած ուղին չընտրի Հայաստանը, այլ ընտրի օլիգարխների առաջադրած ուղին, այդ ուղին է տանելու դեպի պատերազմ։